Ֆրիկ կարող ես գալ հիվանդանոց։ Հիվանդանոց։ Ինչու եմ արգամ հիվանդանոց։ Այսինքն ով է հիվանդացել։ Ֆրիկ քո գլխի հետ մի բան են, չի։ Մոռացել ես Վիտուսի հիվանդության մասին։ Հա, բայց վիճակը հիվանդանոցում չէր։ Նորից հիվանդանոց ես տարել։ Հա, Ֆրիկ, վերելակ մտնելիս վատացավ աչքիս առաջ ու վայր ընկավ։ Ինչ անեմ, Լիլի ջան։ Այսինքն ինչ անեմ, որն է, եսա տանոյին, քավորին վերցնեմ կամ շուտը տեղ։ Չէ, քավորին դեռ ոչ մի բան պետք չի ասել։ Դու ուղղակի տանոյին վերցրու ու այստեղ եկեք։ Լիլի, մի վարքյան, իսկ ինչ են անում, ինչ է կատարվում այդտեղ, ինչ է սպասվում։ Ֆրիկ, պիտի վիրահատեն։ Սկսել են արդեն։ Ֆրիկ, ոնց որ այլ մոլորակային լինես։ Մարդուն մինչև վիրահատելը պիտի ինչ-որ ստուգումներ անցկացնեն, չէ։ Բան ասեցիր, խառնվեցի իրար, Լիլի ջան։ Դե լավ, այդտեղ ասա ոնց պետք է, ինչ պետք է թող սաղ անեն, հեսա ես տանոյին վերցնում եմ ու շուտ գա։ Եթե միայն գումարից կախված լիներ Վիտուսի ապաքինումը, ես իմ վերջին ունեցած կոպեկն էլ կտայի, փողոցում կապրեի, բայց միայն Վիտուսի հետ։ Անո, որ Լիլիկը զանգեց, ասեց, որ վիճակին էլի տարել են հիվանդանոց։ Բալայանի համար ես հաշվենկատանոց ունեմ, որը կապ է հաստատել Նատալի Ավակյանի հետ։ Ախպերս լսեցիր ես քեզ ինչ եմ ասում եմ վիճակին հիվանդանոց են տարել Լիլի։ Ֆրիկ, նորմալ է։ Վիճակը հիվանդություն ունի, ուրեմն պետք է հիվանդանոց տանեին։ Իսկ ինչ ես ուզում։ Ախպերս դու հաստատ լավ չես, որ իմ ասածին տենց ռեակցիա ես տալիս։ Բալայանը պետք է ինձ լսի։ Ես դրան մի քանի հատ այնպիսի բան եմ ասելու, որ ինքը իմ ու իր տարբերությունը հասկանա։ Արա դու լրիվ ցնդել ես, ինչ եմ ասում, ինչ ես պատասխանում։ Ասում եմ, այսինքն ինչ եմ ասում, քավորը ճիշտ էր ասում, էլ ես Բաժնե Տոմսենու փողը քեզի լրիվ ուղեղդ լվաց է տարել արա։ Որո նադայել ես արի արդեն քո քավորով ինձ։ Արա զգուշեղիր այդ անորակ մարդու պիտակը վրեդ մենակ չմնաս ես կյանքում։ Այդ քավորը տա քեզ տենց խելքի գցե։ Հա, ու ժամանակ առ ժամանակ ասեմ, որ դու էլ ես քավորի հետ լավ հարաբերությունների մեջ մտնում ու ձևեր չտապես հանկարծ։ Քավորից էլ քեզ վեր չդասես։ Ու նույն քավորը, որ հանկարծ իմանաք վիճակի հիվանդանոցում է, լրիվ ուրիշ սրտացավություն կցուցաբերի։ Տանո։ Ես էլի կգնամ աղբորս մոտ։ Տեսության։ Բայց միջև այդ պետք է բոլոյանը տենամ։ Մոտս թողել Դավոյին, որ վազել ես այստեղ։ Դավոն մնալու է համադասարան ցուտանը, այնպես որ դե տուղությամբ մեր մտածի։ Բաբի ասա, որ Վիտուսի հետ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչ ես այդ հարցը ինձ տալիս, եթե ինքդ էլ լավ գիտես, որ Վիտուս առանց խնդիրների դուրս է գալու հիվանդանոցից։ Բայց նրա խնդիրը մանր բան չի, բաբի։ Լուրջ հիվանդություն կա նրա մոտ։ Որը կհաղթահարվի։ Չլավ հույսեր ես տալիս, բաբի։ Վիտուսի իմ եղբայրն է։ Մենք միասին մի ամբողջ կյանք ենք ապրել։ Ու հավատա, որ իմ սիրտը այնքան է ցավում Վիտուսի համար, որ մենք մի ընտանիք ենք եղել։ Ու ես մինչև մատ չեմ մոռանա, թե իրանք ոնց երեքով փրկեցին իմ կյանքը։ 6-7 տարեկան տղաները, որոնք նույնիսկ հացի փող չունեին, փրկեցին կյանքս։ Թե ինչպես արեցին, երևի իրենք էլ չհասկացան։ Հիմա փրկելու խնդիր չկա։ Վիտուսը հիվանդանոցում է։ Անիմա Աստված բարեգութ գտնվի նրա հանդեպ։ Մեր բոլորիս հանդեպ։
Վիտուսի կյանքը նաև մեր կյանքն է, ու մենք պետք է մեր սիրով, մեր ներկայությամբ իր կողքը լինենք։ Ով լինի։ Ֆրիկին քեզնից շուտ եմ զանգել, ինչով հիմա չկան Տանոյի հետ։ Ճիշտ է, իմ եղբայրներն են ու դրական կողմերն էլ շատ են, բայց որ աննորմալ են, դա փաստ է։ Զբաղված եմ։ Եթե ասում եմ զբաղված եմ, ուրեմն պետք է դուռը բացել եւ դուրս գալ։ Իսկ ինձ ահավոր քիչ է հետաքրքրում քո զբաղվածությունը։ Այսինքն չէ, խաբեցի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում քո զբաղվածությունը։ Կապվել ես, հաճախ ես ինձ հիշում։ Երբ ուզում ես տեսնես, այցելում ես։ Դու էլ չգիտես ես ինչի համար եմ եկել։ Լսես այդ ոնց է պատահում, որ մայր եւ որդի նույն օրն եք այցելում ինձ։ Շատ պարզ, պայմանավորվում ենք իրար հետ։ Լսել եմ մտերմացել եք, հա։ Եվ ումից ես լսել, իրենից։ Յուրի բալայն, ես էլ եմ շատ բան լսել։ Տղա ջան, ես իմ հարգանքը կորցրել եմ քո հանդեպ ու ինձ քո հետ շփվել դժվար է։ Իսկ դու իմ հարգանքը երբեք էլ չես վայելել։ Դուրս գնա։ Համարձակություն ունեցիր, այն ինչ որ ասել ես, երեսիս ասես։ Այն ինչ որ ասել ես Անժելին կամ, չգիտեմ, Նատալի Ավակյանին։ Իսկ ես համարին քով է։ Ես դա չեմ եկի պարզեմ։ Ասա ինձ այն ամենը, ինչ ասել ես նրան։ Իսկ նա ինչ ասել քեզ։ Նա չի ասել։ Դու ես ասել։ Ես լսել եմ քեզ, թե դու ինչ իրական կարծիք ունես իմ մասին։ Իսկ իմ կարծիքը քեզ հետաքրքիր է։ Ոչ։ Բա ինչ ես եկել։ Եկել եմ ասելու, որ երրորդ 1000 անգամ արդեն, որ ես թքած ունեմ քո փողերի վրա, ու եթե պետք է կարամ քո բաժնետոմսերը հետ շապրտեմ քեզ։ Ինչի վերցրիր։ Աբա ինչի վերցրիր, քանի որ վերցրեցիր։ Մորս հետ պայմանավորվել էինք։ Նախորոք պլանավորել էինք։ Սկզբից պետքա չեմ ու չում անեի, չուզենայի ոչ մի բան, հետո պտի սկզբունքներս դնեի մի կողմ ու ճանկեի քո ողորմելի բաժնետոմսերի 20%-ը։ Ես զարմանում եմ այդ կնոջ վրա, քանի գնում համոզվում եմ, որ նա Անժելը չի։ Ես չեմ հասկանում, կհերքես, որ սրանք քո խոսքերն են։ Քեզպես բարբար չեմ ասի, բայց չեմ հերքում, որ ասել եմ։ Ես էլ չի հիշի, եթե քո ողորմելի ձայնը չլսեի նրա հեռախոսի մեջ, ձայնը գրված։ Նա ինձ խոսացրել ու ձայնագրել է։ Ինչի ձայնագրությունների միջոցով կարծիք հայտնենք իրար։ Ես կարծում եմ ավելի լավ տարբերակ կա, այսպես դեմ առ դեմ կարանք նստենք ու խոսենք։ Դու ասես քո սրտի եղածը, ես էլ հետո պատասխանեմ քեզ։ Գնա, հա, ես ինձ լավ չեմ զգում։ Ես մինչև իմ խոսքը ավարտին չհասցնեմ, չեմ գնա։ Ուրեմն լսի, Յուրի Բալայան, ես թքած ունեմ քո փողերի վրա։ Ես այդ փողերը չէի վերցնի, եթե լակոտդ չգար դիմացս չնստեր ու կեղտոտ բերանը բաց չաներ։ Լսի, դու ապրում ու գործում ես, իրայինա դու, նույն էլ ինքն անում, գնավատ եմ չան ուզում լսեմ ես։ Իմացած եղիր, բաժնետոմսերը ընդունելը միակ ու լավ միջոցն է որդուդ ջախջախելու։
Չմեռնես։ Եթե շատ խնդրես, որդուդ կյանքը կխնայեմ, բայց հիմա քո ժամանակը չի։ Չմեռնես։ Ինչ ես օգնում, թող վերնեմ դակրի քո հաղթանակ։ Սա խնդիրներս լուծել է պետք։ Դոսյուզին։ Անուն։ Կարպիչը։ Կարպիչ չէ գիշուն։ Անունները շատ են, այդ սաղին էլ առանձնահատուկ վերաբերմունքի է պետք արժանացնել, որ արդյունքն է գողացնող լինի։ Ժամանակ չունեմ, իսկ դու ստիպում ես քեզ շտուտի երկար սպասեմ։ Այդ տնիկ դու ոնց որ հայտարարվել ես։ Ինչ ես ես։ Հիմա որ մարդիկ մեզ տեսնեն, ասենց ինչ են մտածելու։ Պետք է ասեն կարպիչի գործերը այնքան վատ է, որ երևի ավտոները ծախելա ոտով են ման գալիս։ Ջանդամ թե չխոսեմ։ Պա։ Քեզ ինչ կա։ Իմ անունն են գետնով տալու։ Այդ են, սաղ կյանքներս ուրիշների համար ապրեցին, դրա համար այսօր ննգանք։ Բայց ես մի բան չեմ հասկանում, գնիկ։ Այդ որ տրամադրությունը այդքան վատ է ու չես ուզում մարդիկ նկատեն, ըստ լոգիկայի դու պետք է մնաս տանը։ Իսկ դու հակառակն ես անում։ Ես միշտ նկատել եմ, հենց սիրտդ լցված է, ասում ես ջան ու լարի գնանք ֆրֆռալու։ Ջան, միշտ բաժանվում։ Քո դարդերն էլ չէ իրար եկա։ Հա։ Ինչ ասեմ, նոր ասում եմ սիրտս պայթում է չես ավարտում։ Ես մի բան չեմ իմանում, բաժանվելա թե բաժանվում է։ Այսինքն իմանում եմ, բայց ամենավերջում։ Դե հիմա համենայն դեպս մտադիր է բաժանվել։ Այն այդ բաբիի հետ էլ խոսել են, իրար չեն հասկացել։ Այ որ ժամանակին մի երկու չափալախ տար, ոնց որ ես քեզ մի խոսքով դա կարևոր չի։ Հիմա իրար շատ լավ կհասկանային։ Երեխեքիս կյանքը հեչ լավ չդասավորվեց։ Իրանց մեղքն է։ Իրանց մեղքն է։ Կյանքը Գիտեմ, այդտեղով մեկ ընտրությունների ու հնարավորությունների ամբողջություն է։ Հա։ Ինչ, բայց այդ ինչ կապ ունի այդ տղա։ Ոնց ինչ կապ ունի։ Իսկ քո երեխեքը ինչ արեցին։ Գնացին ում ընտրեցին։ Այն մեկը գնաց այն մյուսն էլ արա լավ էլի պապայի գերեզման։ Ուֆ։ Դե հիմա Լսի, ես հիմա խոսամ, թե չխոսամ։ Չէ, մի խոսի։ Ես գիտեմ, ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ։ Ես չեմ թողնի, որ Միշիկը բաժանվի։ Ես այդ անդաստիրակին տուն կբերեմ։ Չէ, ջուջ չխառնվես, այ մարդ։ Ոնց չխառնեմ, թողեմ դեբիլդ գնա իրան վնաստա։ Ամենայն դեպս, եթե Միշիս հարցը լուծվի էլ, MK-իս խնդիրը անլուծելի է։
Եմ կայիտ ինչ կա։ Հենա իրա դեբիլը բանտից դուրս է եկել, ինքն էլ զատե մենակ հենց դրանով է ապրում, չա։ Հա, դե դրամա էլ այդ է էլի շնորհակալությունը հայտնում են մարդամեկը։ Հեղջերը խսկրակն անգել դրա ապորինի լատոտի ձեռը։ Արա էլ մի ասա, էդի լրիվ հորն է քաշել, որտեղ հասնի ապորինի է թողնում։ Նյա, անես չի որ մենակ բալայաններն են ապորինի վարպետ։ Մի րոպե։ Աստղենը տարել է այդ տղուն, դարավ բաժնետեր էլ մարդ չի ճարաչում։ Բալն այդպիսի հրաշքներ ա գործում։ Ֆրիկ, բայց դու վստահ ես, որ Տանոն գիտի Վիտոսի վատ վիճակի մասին։ Ի։ Այդ ավելի հեշտ է Ֆրիկին գիժ հանել, քան թե խոստովանել, որ Տանոն փողերի խաթր թռել է երկինք։ Չէ, կարող է գիտի, որ հիվանդանոցում է, բայց կարող է գիտի, որ ուղղակի եկել է ստուգումների։ Բաբի ջան, ուզում ես մատ էլ դու զանգի իրան ասա, քո լեզուն իրան ավելի հասանելի է։ Տենց լավ չի երեխեք, ծեծեք իրար։ Չի ուզեցել գա, թող չգա։ Դա չէ, ինքը հիմա ավելի շատ զբաղված է այդ բալայաններով ու իրանց հետ կապված այդ վրեժով։ Վсё։ Ինքը կհիվանդանա այդ վրեժից, ես գիտեմ այդ ինչ բան է։ Լավ չի էլի, աղբորդ մասին չես մտածում, լավ չի։ Ֆրիկ, երևի մենակ դու ես ժամանակ առ ժամանակ հիշում, որ մեզ նույն մայրն է լույս աշխարհ բերել։ Ես չեմ հասկանում, մենք եկել ենք այստեղ, որ Վիտոսի որպիսությունն իմանանք, թե մեր կյանքը քննարկենք։ Ուր ախի չեն թողում լիլի մտնենք մեր աղբոր մոտ։ Ես էլ եմ ուզում մեկին գտնել ու այդ հարցը տալ։ Քանի կարաս փախիս դից եկել։ Լիլի թող Ֆրիկը խոսի բժիշկի հետ իմանանք երբ են վիրահատում, Վիտոսին կամ արդյոք վիրահատում են։ Որ նոր ենք եկել, բժիշկը ասաց, որ անհրաժեշտ է վիրահատությունը ու պետք չի հետաձգել։ Հիմա կարող է գնանք, տենանք վիրահատը պրծել են։ Կամ ես շատ գիտեմ, եկեք գնանք։ Լավ ես արել, որ տղուս թողել ես մորս մոտ։ Մորից լավ աստդ ոչ մեկ չի կարող իմ տղուն տիրություն անել։ Սպոյս Կարավոտյան ինչ եղավ։ Առավոտյան։ Ինչ պետք է լիներ առավոտյան։ Դե տրամադրությունը տնկավ, երբ օֆիսից զանգեցին։ Կյանքս կլինի տհաճ թեմաները, տհաճ մարդկանց չբերենք այս սիրուն միջավայր ու մեր տրամադրությունները չփչացնենք։ Սպոյս ուշացումով, բայց հասկացա, որ ավելի լավ կլիներ, որ դու այդ բիզնեսից հրաժարվեիր։ Դե լուրջ, բայց այդ ո՞նց եկար այդ մտքին։ Որովհետև այսպես դու անընդհատ վտանգի մեջ ես լինելու։ Իսկ ես չեմ ուզում ամեն վարքյան վախս տրտումս ապրեմ։ Կյանքս ասում եմ, տհաճ թեման փոխենք, հա? Ոլավ ասամ։ Սպոյես քեզ ինչքան եմ սիրում, ոնց էի կարոտել։ Ես այդ ամենը քեզ այնքան եմ ասել, որ արդեն հոգնեցրել եմ։ Ասել է, բայց քիչ եմ հիշում։ Լավ ասա, դու ես սոկի պես քաղցր ես, հա? Իսկ ես լավ խոսքեր չեմ լսելու, ժլատ։ Եմ ժլատ, ամել ինձ պետք չի, որ խոսքեր ասեմ, ես… Ինչ։ Կարելի։ Ոնց չի կարելի։ Չի կարելի, թե չես ուզում։ Սպա հանրային վայրում ենք ամոթ է։ Գիտեմ, որ ամոթ է։
Յանի չգիտես, որ ես չեմ սիրում, որ կալի նստում ես այստեղ, սկսում են իրաց լապստել։ Տուն չունեք, տեղ չունեք։ Իսկ մենք ունենք երեխեն է մամայի մոտ, Թողնես գոնե հյութս խմեմ։ Անեսի հորը սարևարը։ Ալո, ինչ աղջի։ Սպո կարող ես գալ։ Երեխան լավ չի։ Երևի շտապել ենք հիվանդանոցից տուն գալ։ Լավ, Սպո ինչ ա։ կներես կյանքս, բայց ստիպված եմ հիվանդանոց գնալ երեխեն վատա։ Հա, իհարկե։ Երեխան ամեն ինչից կարևոր է։ Ինչ ես ինձ օգնում։ Թող մեռնեմ, դա կլինի քո հաղթանակը։ Ոչ։ Գնա։ Ես էլի գնում եմ, բայց ու չպետք է մեռնես։ Նույնիսկ անում քեզ։ Անում ինձ, ապրիր։ Անում ինձ, ապրիր։ Ինչ ասած։ Այ մարդ ոնց կարող է հիվանդը դուրս գա հիվանդանոցից, դուք էլ չիմանաք։ Հարգելիս, հիվանդանոցում միայն ձեր հիվանդը չի։ Մենք անընդհատ վազքի մեջ ենք եւ չենք կարող հասկանալ ինչպես նման բան տեղի ունեցավ։ Իսկապես այս ամենը շատ տարօրինակ է։ Շատ տարօրինակ է։ Երբ վիրահատության պատրաստվող հիվանդը փախչում է հիվանդանոցից, իսկ դուք տեղյակ չեք այդ ամեն ինչից։ Մենք համապատասխան բոլոր բուրզումները կատարել էինք։ Սպասում ենք անալիզների պատասխաններին, որ նոր վիրահատության պատրաստ էինք։ Ես չեմ հասկանում ոնց կարա վիրահատության շեմին կանգնած հիվանդը վեր կենար ու գնար։ Բայց դուք մի բան արեք, կարող այդ մարդը հիվանդանոցում է։ Մենք շենքը տես լավ չգիտենք, ընկնենք մանգանքանքյուններով։ Երեխեք այդքան տարի ապրել եք իր հետ։ Դուք որ պիտի ավելի լավ ծանոթ լինեիք իր այս հոգեբանությանը։ Որտեղ պիտի գնացած լինի, ինչի համար է գնացել։ Ես չեմ հասկանում, մի հատ տրամաբանական մի պատասխան տվեք իր այս աննորմալ քայլին։ Երեխեք կարող է չի գնացել իրան տարել են։ Հաբիբ, դու լրիվ կինո պատկերացրեցիր, մի վարքյան հələ։ Վիդեո կինոն պետք է ստեղից տանել ու ինչի համար։ Շուրիկին իրանա գցին պարկը տարան։ Ոնց եմ կատաղում ես ձեր ընկերոջ վրա։ Թող հələ ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ես բաժանվելու եմ դրանից։ Մենակ դու չէ, մենք էլ քո հետ միասին։ Կանեն իմացել է, որ իրան վիրահատել են, վախեցել փախել այդ հիմարը։ Երեխեք իրավիճակը վատ է։ Շուտ պետք է գտնենք ու հիվանդանոց բերենք, թե չէ մենք իրան անդարձ կկորցնենք։ Հենրիս տեսնում եմ։ Կարոտ սառնում եմ։ Իսկ այ Յուրային վաղուց չեմ տեսել, այնպես եմ կարոտել Էմիլի։ Մամ, դու որ այդպես ես խոսում, ես ինձ վատ եմ զգում։ Ինձ թվում է ես եմ մեղավոր։ Ինչ բան է կյանքը։ Մարդիկ ամեն ինչի հետ համակերպվում են։ Ամեն ինչին ընտելանում են։ Երբ ծնողներդ նոր էին Յուրային տարել, վայ Էմիլի, չես պատկերացնում, խելագարվում էի։ Ամեն օր Յուրայից պահանջում էի, որ երեխային վերադարձնի։ Բայց ինքս էլ չհասկացա, թե ոնց համակերպեցի այն մտքին, որ երեխան մեզ հետ չի ապրում։ Այս կյանքում մարդիկ ամեն ինչին ընտելանում են։ Չէ։ Միգուցե Հենրին իր ծնունդով օգնեց։ Այո։ Այո, Աստված ինձ խղճաց ու այս հրաշքին ինձ ուղարկեց, չէ՞։ Չէ, արևոս։ Դուր տատիկին։ Ջան։ Մամ, իսկ
Սպարտակի մյուս երեխան։ Չգիտեմ, Էմիլի, մի տեսակ չես մտածում, որ նա Սպարտակինն է, չգիտեմ ոնց ասեմ, մի տեսակ խոր զգացողություններ են։ Երևի թե դա նորմալ է այնքանով, որ շփում չկա, ես այդ երեխային չեմ տեսնում, այսինքն կապը օդային է, թեկուզ եւ այդ հարազատությունը։ Ամենաշատ կապվածությունն ու սերը Սպարտակը կզգա։ Նրա պարբերաբար այցերը երեխային քո սրտով չի, գիտեմ։ Մամ, ես գիտեմ, որ դա նորմալ է, որ հենց այդպես էլ պիտի լիներ, Բայց քեզ խեղդում է, տանջում է այդ փաստը, եւ դա նորմալ է։ Ոնց բացատրեմ։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր կյանք, մեր ընտանիք ինչ-որ օտար մարդիկ են ներխուժել։ Իմ ու Սպարտակի մեջ ինչ-որ անիմաստ լարվածություն է միշտ։ Ու չգիտես, Սյուզի մտքին երբ կփչի Սպարտակին զանգել ու նորից կանչել։ Ինչպես որ այսօր։ Ինչպես որ այսօր։ Սպո։ Լավ, ես ձեզ մենակ թողնեմ։ Մենակ թողելու կարիք չկա, չենք պատրաստում պարկենք։ Եկել եմ երեխուն տանեմ հիվանդանոց։ Էս երեխեն է Յանի վատա, հա։ Ասում ա, արանից զանգիր շնչակտուր հասել եմ ստե, որ ես երեխուն տանեմ հիվանդանոց, երեխեն իր համար պարկած գուլյա տալնում։ Երեխու ի՞նչն է վատ։ Դե մինչև քո գալը արդեն հանգստացել է, արդեն ինքը լավ է։ Էդ լավ է, որ լավ է։ Ու եթե երեխու մի տեղը ցավար, սենց հանգիստ պարկած չեր լինի։ Սպո, Ժենին ասեց, որ փոքրիկների մոտ լինում է սենց բան։ Մի տեղը ցավում է, հետո անցնում է ու երեխան հանգստանում է։ Ժենին ով է։ Ժենին իմ ընկերուհին է։ Մենք հիմա նրա տանն ենք ապրում։ Ժենին մանկաբարձուհի է, հա։ Ոչ։ Արա որ բժշկությունից գլուխ չես անում, ավելավս ուսման, հա։ Երեխուն ակսերա տանենք, թող բժիշկը նայի։ Պետք չի։ Երեխան որ խնդիր ունենար, հիմա սենց հանգիստ չէր պարկի։ Ճիշտ ես դու։ Դե ոբշում եթե երեխան լավ ազգում, ես գնամ։ Ու դու սրանից հետո կզանգես այն ժամանակ, երբ որ երեխու մոտ Աստված չանի, իրոք ինչ-որ բան լինի, հասկացանք իրար։ Գնում ես։ Չէ, տեղերը բացի պարկենք իրար հետ միասել է, հա։ Գնում եմ, բա ինչ եմ անում, դու ոբշե կարող է խառնես։ Չես ջոկում կողքդ ինչա կատարվում։ Ես ինձ այնքան վատ եմ զգում։ Հիմա ապրում եմ ընկերուհուս տանը։ Հեն էլ ժամանակավոր։ Երբ իրա ծնողները գան, ես պետքա դուրս գամ։ Խիտուն չունես դու։ Պապաս չէր ուզում, որ ես երեխան ունենայի։ Ունենալուց հետո ինձ չի ընդունում։ Հիմա էլ չգիտեմ ուր գնամ, ինչ անեմ, ոնց եմ ապրելու։ Մեծ աշխարհը։ Մի դուր կբացվի, մեկը կկապնի։ Ունեի հանգարց չքնես երեխու վրա, լեղջես այդ երեխուն։ Կամ էլ այնց խորը քնես երեխուն բրտես գցես գեդին։ Հետքանը որ հասկանում ես, օրորոց գնիր, տուն գնիր։ Հա, ժամանեց։ Փաստորեն այդքան էլ թքած չունի մեզ վրա։ Այերևի ամբողջ գործերը վերջացրել է, բան չունի անելու տեղ չունի գնալու, հիմա էլ եկել աստեղ։ Պես ինչ եք անում դրսում։ Սպասում էինք, որ դու գայր հարցներ, կամ ավելի ճիշտ կներես, որ քեզ չենք հարցրել, Տանո ջան։ Շատ չես արա ելույթ ունենում։ Նախքան իրար վրա հարցակվել, հիշեք, որ հիվանդանոցի դիմացն եք կանգնած։ Բաբի դու ինչ ես խոսում, չես տենում ով է սկսում։ Вообще դու խի ես եկել հիվանդանոց, մի հատ կասես հասկանամ, դրա իմաստը ո՞րն է։ Արա, նորից եմ ասում, շատ ես արդեն խոսում։ Ես իմ աղբոր մոտ եմ եկել, քեզ չպետք է հարցնեմ։ Վիտոսը ներսում չի, եթե շտապում ես իրա մոտ բարձրանալ։ Շատ ցել ես։ Ինչ ա եղել բաբի, մարդա մեկը լայախ չի անում խոսագոնե դու ասա ինձ։ Վիտոսին պատրաստվում էին վիրահատել, սակայն ինքը թողել գնացել է, Տանո ջան։ Ոնց գնացել ա։ Բա դուք ուր էիք, որ գնացել ա։ Ասեմ Տանո ջան։ Մենք էլ քոպես զբաղված էինք, խառն էինք, գործեր ունեինք, անտերուդուս բերեք գցել էինք հիվանդանոց, գնացել էինք մեր գործերով։ Օթերում մի խոսա։ Բան ունես ասելու։ Մի անգամից շարի դեմս։ Խիտես չեմ անում Տանո, լավ էլ իրար հետևից չարում եմ, ճիշտ ոնց որ կամ։ Հա? Հա, բաբի, անկեղծացի։
ասա իրան այն, ինչի որ ինքը արժանի է ընդհանրապես։ Լիլի, իրանք ինձ ոչ մի բան չեն ասում, խնդրում եմ, գոնե դու ինձ ասա, եթե վիդեոկը ստեղ չի, դուք ստեղ ինչ եք անում։ Իսկ քեզ արդյոք դա հետաքրքրում է։ Որ հետաքրքրել ժամեր առաջ ինձ հետ կգար, ավել ճիշտ կվազեր։ Ոնց ես կարողացել տենց անտարբեր մնալ, իմանալով, որ եղբայրդ հիվանդանոցում է ու լավ չի։ Բաբետ հարցը ինձ տուր։ Ես ընդեղ եմ, իրա կողքին այդ ժամանակ։ Անընդհատ ասում էի, կրկնում էի, որ վիճակը լավ չի, հիվանդանոցում, անընդհատ նույն բանն էի ասում, բայց ինքը զբաղված էր իր բալայաններով, չէր լսում։ Դու ինչ գիտես ես այդ ժամանակ ինչ հոգեվիճակում էի։ Եթե ես լավ ելնեի ու հասկանայի դու ինչ ես ասում, ես քեզ չէի լսի, ես կգայի։ Քո հոգեվիճակը պետքա վատ լիներ վիճակի համար։ Աչքիդ ոչինչ չպետքա գար։ Վիճակի անուն լսելով պետքա միանգամից ելներ ու վազեր հիվանդանոց։ Իսկ ես ուշքի չէի գալիս քո պահվածքից։ Անընդհատ նույն բանն էի կրկնում, բայց տենում էի, որ քո համար քո աղբերը մեկ է։ Վիտոսը իմ աղբերն է, ինքը չի կարա մեկ լինի իմ համար։ Ինքը իմ համար ամեն ինչ է։ Դու չես կարող հասկանաս, որ ես վատ վիճակում եմ, ես անգամ չեմ հասկացել դու ինչ ես այդ պահին ասում։ Տանը հիմա լավ ես։ Պիտի որ հասկանաս ինչ ենք ասում։ Թող գնաս տեղից։ Լսեցիր, այնպես որ դու պետք չես տեղ։ Մենք լավ նեղված ենք ու քո ներկայությունը ստեղ մեզ նյարդայնացնում է։ Այնպես որ գնա դուրս արի քո բադ հոգեվիճակից։ Այ երբ պիտուսին գտնենք ու պարկեսնենք վիրահատական սեղանին, այդ ժամանակ կգաս հիվանդատես։ Իսկ հիմա գնա։ Դուք իմ ընտանիքն եք, բայց թշնամուց էլ ավելի վատ եք վարվում ինձ հետ։ Ստանում ես այն ինչի արժանի ես ստանում։ Բայց քեզ է դժվար հետաքրքրի, որովհետև քո համար մի քանի բան կա ամենակարևոր, ավելի ճիշտ 3. Փողեր, բալայաններ ու բաժնետոմսեր։ Մնա այդ կարծիքին։ Վիճակն ուրա գնացել բաբուշ։ Ապա գերեզման սրանք էլ տեղ են գտել տուն վերցնելուար այս 20 հարգանոցի մեջ։ Աստվածաշան եկուց մյուս օր երկրաշարժելի ոչ էլ կհասցնեն իջնեն որ փախնեն։ Խելագար են այ մարդ։ Ֆրիկ, այ բալա են շաշընկերը չգիտես որտեղ է, Վիտուսի հետ եմ, եկել եմ իրանց տուն դուրը չբացեցին վրես, չգիտեմ, երևի տեսան ես եմ դրա համար կամ էլ իսկապես տանը չեն։ Խավոր վիճակը Ոլասի այ բալա ինձ այդ վիճակը պետք չի է։ Ես գիտեմ որ այդ իմ անդաստ իրաքարսը դրանց հետ է ապրում։ Եկել էի որ մի խոսքով մի հատ արագ տեմպերով ճշտում ես որտեղ է ու զանգում ես ինձ։ Խավոր բաբին ինձ հետ է։ Ոնց քեզ հետ է, ինչի դու գործի չես։ Դե դա չես թողում ասեմ, խավոր։ Վիճակը վատացել էր, բերել էինք հիվանդանոց, բաբին էլ է այստեղ։ Արա դե դա էլ հետարքիր մարդ արա, 1000 անգամ ասեցի, այ բալան վիրահատվի վերջանա գնա էլի։ Հիմա մի հատ էլ խնդրեմ ունենք, խավոր։ Վիճակը դուրս է եկել հիվանդանոցից ու հետ չի եկել։ Հիմա չգիտենք ինչա կատարվում, որտեղ կարա լինի, ինչ վիճակում է։ Յա։ Հարազատություն։ Մերսի, որ թողիք ես էլ ձեզ միանամ։ Երեխան ոնց էր։ Լավ էր երեխան, ինչ էր նորմալ, լավ պապայի մոտ դրա։ Գնա։ Կարակ հիվանդանոցերով։ Չէ, ինչ հիվանդանոց, երեխան իր համար գնաց էր։ Չնայած ունեցա, որ ես ապահովության համար ասի գնանք հիվանդանոց, բայց այդ իմ ասել էի, այդ ինչ ուզեց։ Երեխայի մայրը Սպարտակ։ Մամա ջան, բերանս բացել մի տու, բերանս էլ չի ֆռում դրան մեր ասեմ։ Չէ՞։ Սպո եթե երեխան լավ էր, ինչի համար էր քեզ կանչել։ Այդ նույն հարցը ես իրան տվեցի։ Պատասխանը գիտես ինչ էր։ Յանի ես սնեց չեմ անում երեխու հետ ոնց վարվեմ։ Մի հատ երեխան լացում է խոճապի մեջ եմ ընկնում։ Ինչի ուրիշի ամուսիններին գողանալու ձևերը գիտեն, երեխապահել չգիտեն, հա։ Ասիր ու թողիր մամա ջան, ես չնայած սխալ ես ասում, ցավը տանեմ։ Ինձ ոչ մեկ էլ չի գողացել ու ոչ մեկ էլ չի կարա ինձ իմ ընտանիքից կդրի։ Այդ սյուզիները շարվեշարան կգան, կգնան, բայց ինձ իմ ընտանիքից ոչ մեկ չի կարա կդրի։ Չէ՞ կյանքս։ Որ տանք լավ էլ կգնաս։ Լսրան է, խելոք մնա, մերը ստեղ, դուխը ստեղն է։ Կտամ քիթ ջարդ։ Ինչ ասացիր, երեխան քնացեր։ Հա։ Իսկ կարողա քեզ դիտավորյալ անազանգում։ Այսինքն մամա ջան, ինչ ես խոսում։ Յանի երեխան հիվանդ չի, հավային զանգում կանչում, հա։ Հա։ Քեզ ուզում է ընտանիքից հետ կտրի, ուզում է MK-ի համբերության բաժակը լցնի։ Հնարավոր չի։
Ես Մի րոպե լե։ Մամա ջան, ես չեմ ճոգում, ես այդքան էշի տպավորություն եմ թողում, հա։ Ինչևից է այդ աղջիկը ինձ համար որակով մարդ չի։ եւ մամայի ասածները իրականությունից հեռու չեն։ Նրա ոչ բոլոր զանգերը կարող են արդարացված լինել։ Լավ, ճոգացա։ Անենց իմ բացակայության ժամանակ դուք ստե նստե, հարցուս կեսուր, անենց քննարկում եք անցկծրե, չէ։ Դու էլ ստե նստած արա հորդ չես պաշտպանե։ Սպարտակ լավ էլի, մեզ սխալ մի հասկացիր։ Մամա ջան, որ այդ մտավախությունը ձեր մեջ կա, անենցա որ իմ մեջ չկա, որ ինձ նովելներ։ Ես այդ երեխուն կվեկալեի դրա ձեռից, դրան է տավայկալեի։ Ես երեխուն մեծ սիրով կպահեի, բայց նման բան պետք չի անել։ Սպարտակ, ամենավատ մայրն էլ մայրա ու անփոխարինելի է։ Այնպես որ նրանից վերցնել երեխա դու մի փորձի։ Դու գիտես ինչից զգուշ պիտի լինես, որ նա այդ երեխայի միջոցով չփորձի քեզ իրեն կապել։ Այ լավ էլի մամա, չի կարա այդպես բան լինի։ Ոչ մեկ էլ չի կարա ինձ որևէ մեկին կապի։ Այ սենց իմ ընտանիքը միշտ տևից տակ ալնելու, ես էլ իրանց հետ։ Չէ։ Ինչ է, հարի մոտ ես, չի ուզում քո մոտ կայս երեխան, հա, ես ջոգել եմ։ Բարոտում ես պապային արա, հա։ Օտարացրիք ինձ։ Չհասկացաք ինձ։ Ոնց հավատացնեմ ձեզ, որ ես ձեր հանդեպ իմ հոգին միշտ անփոփոխ կպահեմ։ Ոչ մի փող այն տաձև չի դարձնի։ Ոնց ես կարողացել տենց անտարբեր մնալ, իմանալով, որ եղբայրդ հիվանդանոցում է ու լավ չի։ Բաբ այդ հարցը ինձ տուր։ Ես ընդեղ եմ, իրա կողքին այդ ժամանակ։ Անընդհատ ասում էի, կրկնում էի, որ վիճակը լավ չի, հիվանդանոցում, անընդհատ նույն բանն էի ասում, բայց ինքը զբաղված էր իր բալայաններով, չէր լսում։ Բալայանները գողացել են իմ ուղեղը, բայց հոգիս նույնն է, հոգիս մաքուր եմ պահել։ Իմ սիրտը ցավում է Վիտոսի համար։ Ես անհանգս սանում եմ իմ աղբոր համար, բայց չեմ կարող դա անել ձեզ հետ, ձեր կողքին, քանի որ ձեր համար ես հանկարծ օտար դարձա։ Շեֆ ջան, որ ուղիղ ճանապարհով գնամ, խցանման մեջ եմ ընկնելու։ Ոնց ուզում ես քշի, մենակ թե ինձ արագ տեմպերով հասցրու հիվանդանոց։ Շեֆ ջան, ոնց որ անտրամադիր ես, հա։ Ինչ մի լավ բան կա, որ մի հատ էլ տրամադրությունս բարձր լինի։ Ով ամուսնացած էր, բաժանվեց, ով առողջ էր, հիվանդացավ։ Արա դու էլ չես ամուսնանում, մարդ մի հատ կարգին ուրախանա։ Բայց շեֆ ջան, տենում եմ գլուխդ խառնա։ Ես էլ հա հետա ձգում եմ, այսօր էքուց եմ անում։ Ինչի։ Ընկերուդ հարմարացրու, ինձ ինչի ես հարմարացնում, արա։ Ինքնից շեֆ ջան, մեր ընտանիքում ասողը ես ու դու ենք լինելու։ Ընկերուհի։ Արա դու դեբիլ ես, արա, ես քո ընտանիքում ինչ գործ ունեմ, որ մի հատ էլ ասող լինեմ։ Էս ինչ էր։ Ինչի կանգնեցիր, արա։ Որտեղ էլ լինի ընկերս, օգնության հասիր նրան, Տեր, խնդրում եմ, ու մեղավոր եմ զգում ինձ, քանի որ գիտեմ առանց իմ խնդրանքի էլ դու նրան պահապան կլինես, ինչպես որ այսքան տարի մեզ ուղեկցել ես կյանքի այս տատասկոտ ճանապարհներով, երբեմն արյունոտվել ենք, բայց ապրել ենք։ Շնորհիվ քեզ։ Դու գիտես որն է իմ ցանկությունը։ Տեր իրականացրու այն։ Թույլ մի տուր, որ խափնվեմ։ Թույլ մի տուր, որ կործանվեմ, ես դեռ երիտասարդ եմ։ Տուր ինձ լավ ապրելու ճիշտ բանաձևը։